Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ։ Այսօր ես ուզում եմ խոսել մի շատ ծավալուն և շատ կարևոր թեմայի մասին, որը վերաբերվում է ձեր կյանքին և առողջությանը։ Շատ քիչ մարդիկ են խոսում այս մասին Հայաստանում հայերեն և մեր ծախված մամուլը, մեր մեդիաները բոլորովին չեն խոսում։ Զարմանալի կլիներ, որ խոսեին, երբ որ դա վերաբերվում է իրականությանը, և եթե նրանք իրոք մտահոգված լինեին մարդկանց կյանքով և առողջությամբ, լինեին հայրենասեր, իհարկե կհազանգեին և կխոսեին այս մասին։ Չգիտեմ որքան գիտեք այս թեմայի մասին, որքան եք կարդում և հետաքրքրվում, որոշներդ որոշ մասդ կարող է իմանաք, մի մասդ ոչ, և ես իմ պատասխանատվությունն ու պարտականությունն եմ համարում ձեզ զգուշացնելու այս շատ կարևոր հարցի մասին, եթե ցանկանում եք լսեք, եթե չլսեք, դա ձեր գործն է, արդեն մեղքը ձեր վիզը, վարվեք այնպես, ինչպես կցանկանաք, բայց հետագայում, երբ որ տեսնեք դրա հետևանքները, չասեք, թե ձեզ չեն զգուշացրել։ Սա մի համատարած խաբկանք է, մի ահռելի դավաճանություն պետության ղեկավարների կողմից իրենց իսկ ժողովուրդներին։ Ինչպես գիտեք, կովիդի ժամանակ սկսեցին վակցինացվել։ Վակցինաները առանց հետազոտման, առանց բացահայտելու դրանց մեջ ինչեր են գտնվում և ինչ հետևանքներ կունենան առողջության վրա, սկսեցին համատարած արգելափակումներ դնել մարդկանց կյանքի, աշխատանքի, երթևեկության վրա, ստիպելով նրանց ստիպված կատարել այդ որոշումը վակցինացիայի, և մարդիկ չկասկածելով, որ իրենց համար վնասակար որևիցե բան կպարտադրվի, շատերը վստահելով ղեկավարությանը նորից խաբվեցին և գնացին վակցինացվեցին, շատերն էլ ուղղակի հանգամանքներից ելնելով, որպեսզի կարողանան աշխատել և այլը։ Նույնիսկ խանութներ կային, որ չէին կարողանում մտնել առանց վակցինացիայի։ Դուք հիշում եք այս ամեն ինչը, բայց ամեն ինչը պարտադրվեց ժողովրդին դիտավորյալ։ Եվրոպական միության մեջ զարգացել էր կոռուպցիոն սկանդալ, որի գլխավոր գործիչը համարվում էր գործող Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայնը։ Խոսքը պատմության մեջ հավանաբար խոշորագույն կոռուպցիոն գործի մասին է, երբ որ ֆոն դեր Լայնը պատվիրեց միլիարդավոր տեղաչափեր արժողությամբ մոտ 40 միլիարդ եվրո, առանց իմանալու արդյոք դրանք գործում են, թե ոչ։ Եվ սա միայն փողի հարցը չէ։ Մարդիկ իրենց կյանքով վճարեցին դրա դիմաց։ Ֆոն դեր Լայնը հայտնվել էր քննադատությունների կենտրոնում կապված Pfizer-ի կովիդ պատվաստումների պայմանագրերի շուրջ։ Ըստ հաղորդումների, պայմանագրերը քննարկվել են անձնական հաղորդագրությունների միջոցով, որոնք չեն հրապարակվել, ինչը առաջացրել էր իհարկե թափանցիկության շուրջ մտահոգություններ։ Եվրոպական դատարանը որոշել է, որ հանձնաժողովը պետք է բացահայտի այդ հաղորդագրությունները, ապահովելով հանրային վերահսկողություն։ Երկրներում, որտեղ կիրառվել էին կորոնավիրուսի դեմ պատվաստումներ, նկատվել էր գերազանց մահացության մակարդակ։ Շատ բժիշկներ վստահ են, որ դա բազմակի պատվաստումների հետևանք է, որոնք որ պարտադրվել են արևմտյան երկրների բնակիչներին։ Բժիշկները արձանագրում են սրտանոթային հիվանդություններով, հանկարծակի և անբացատրելի մահերի աճ։ Շատ վիրուսաբաններ մահերի աճը կապում են կորոնավիրուսի դեմ պատվաստումների տարածման հետ։ ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությունը նախարար Ռոբերտ Քենեդի կրսերը հայտարարել է, որ
Pfizer ընկերության պատվաստանյութը երբեք չպետք է հաստատվեր։ Իր Fox News-ին տրված հարցազրույցում նա ասել է, որ պատվաստումները սպանել են ավելի շատ մարդկանց, քան փրկել։ Եվ ընդհանրապես ոչ ոքի էլ չի փրկել, որովհետև հիմա նույնիսկ պատվաստման կոմպանիաները, որ արտադրել են, նրանք ասում են, որ դա բոլորովին էլ գարանտիա չէր, որ դրանք պետք է փրկեին ինչ-որ վիրուսներից։ Իրենք են արդեն այդ ամեն ինչի մասին ցինիկաբար ասում և հայտնում։ Գիտնականները կոչ են անում ավելի խորությամբ ուսումնասիրել կովիդ պատվաստումների ազդեցությունները սրտի անբացատրելի հիվանդությունների աճի համար։ Նրանք վախենում են, որ խնդրի մասշտաբները բավարար չափով փաստագրված չեն, քանի որ նրանց խոսքերով հետազոտությունները չափազանց սահմանափակ են եղել և չեն դիտարկվել վնասների ռիսկը տարիներ անց պատվաստումից հետո։ Եվ այն ժամանակ, երբ որ տեղագործական հսկաները միլիոններ են աշխատել այս թույնավոր պատվաստանյութերից, 1885 թվականին նույնիսկ Ալեքսանդր Միլտոն Ռոսը, մի բժիշկ, սկզբունքային, համարձակորեն դեմ էր դուրս գալիս ծաղկի պատվաստումներին, Մոնրեալի համաճարակի ժամանակ նա զգուշացրել է. նրա բոլոր զգուշացումները մինչև օրս արդիական են։ Նա բացահայտում էր այն ժամանակ, որ բժշկական համակարգը ստանում է այն ժամանակ տասնյակ հազարավոր դոլարները մեծ գումարներ էին իհարկե, որ բժիշկները գերադասում են իրենց հարստությունը մարդկային կյանքերից։ Նույնը անում են այսօրվա տեղագործական հսկաները։ Նորածինները նույնիսկ ստանում են հակամարմինների ներարկում վիրուսների դիմաց և նույնիսկ իրենց կյանքի ամենաառաջին շաբաթներում, իսկ բժիշկների ձայները, որոնք նախազգուշացնում են նորածինների այսքան վաղ պատվաստման դեմ, նորից ու նորից կրկին չեն լսվում։ Հետազոտությունները ցույց են տալիս նորածինների մահացության աճ հակամարմինների ներարկումից հետո։ Չնայած այս ամեն ինչին, այս ամեն ինչը չի դադարվում, չնայած այս նախազգուշացումներին։ Pfizer-ի փորձարկումների ժամանակ ընկերությունը կորցրել է տվյալների մեծ մասը, այն մասին, թե ինչ է տեղի ունենում պատվաստված հղի կանանց երեխաների հետ, իբր թե կորցրել են։ Հասանելի շատ փոքրիկ թվով տվյալներ ցույց են տալիս, որ գրեթե 80% չծնված երեխաները մահացել են արգանդում Pfizer-ի պատվաստանյութի հետևանքով։ Ռոբերտ Քենեդի կրսերը պնդում է, որ կովիդի ժամանակ ԱՄՆ-ում մահացության մակարդակը 200 անգամ բարձր է եղել, քան Հայիթիում, երբ որ Հայիթիում պատվաստվածների մակարդակը եղել է ընդամենը 1,3%, իրականում Հայիթիում ոչ ոք էլ չէր պատվաստվել և ոչ ոք էլ չէր մահացել։ Ինչպես գիտեք, Անդրե Վենտուրան, Պորտուգալիայի աջակողմյան կուսակցության առաջնորդը, սրահում ուշաթափվել էր, դա տեղի էր ունեցել կովիդի պատվաստումից անմիջապես հետո։ ԱՄՆ-ում պատվաստանյութերի ամենաշատ օգտագործված նահանգները Տեխասը, Նյու Յորքը, Նյու Մեքսիկոն, Կարմրուկի համաճարակի ժամանակ մտահոգիչ հարցեր էին առաջացնում պատվաստանյութի արդյունավետության վերաբերյալ։ Չնայած պատվաստման բարձր ցուցանիշներին,
Հենց այդ նահանգներում է, որ գրանցվում է կարմրուկի ամենասուր աճ։ Արդեն 2 տարի է Գերմանիայում բացվել են պատվաստման զոհերին նվիրված հուշարձան, չէ, արդեն ավելի շատ տարիներ է։ Այս հուշարձանի տեղադրման նախաձեռնությունը պատկանում է Ազատ Սաքսոնիա կազմակերպության ակտիվիստներին ի հիշատակ կորոնավիրուսի պատվաստման փորձի և պարտադրանքի զոհերի։ 50 մանկասալյակ և ավել ներկայացնում են Միսիսիպիի 50 նորածիններին, ովքեր մահացել են նույն օրը կամ մի քանի օր անց պատվաստումից հետո։ ԱՄՆ-ն ունի նորածինների առաջին օրվա մահացության ամենաբարձր ցուցանիշները աշխարհում։ Անվտանգ է, արդյունավետ է ահա միակ բանը, որ կրկնում են բժիշկները անամոթաբար։ Պատվաստանյութերը Մոդեռնա, Pfizer, նրանց հետ են կապված արձանագրված սրտի բորբոքումներ, միոկարդիա, պերիկարդիտ, հիմնական երիտասարդ տղամարդկանց շրջանում, այս դեպքերը հազվադեպ են։ Մոդեռնա ընկերությունը դադարեցրել է շնչառական վիրուսի պատվաստանյութերի փորձարկումները փոքր երեխաների շրջանում կապված անվտանգության մտահոգությունների հետ։ ԱՄՆ-ի սննդի և դեղերի վարչությունը FDA նույնպես դադարեցրել է պատվաստանյութերի փորձարկումները երեխաների շրջանում, պահանջելով լրացուցիչ տվյալներ անվտանգության վերաբերյալ, ինչի փոքր ռադիա կարելի էր դա անել հենց սկզբից, կանխարգելելով պատվաստումները, առաջ հետազոտություններ, փաստեր, նոր թույլատրել, նոր պարտադրել ժողովուրդներին։ Մի խոսքով, հարգելի ընկերներ, ես այս ամեն ինչին հետևում եմ երկար տարիներ, շատ եմ կարդացել, շատ եմ լսել տեսահոլովակներ, թե իրենց իսկ կոմպանիաների մասին, թե ինչ են ասում, այն վտանգների մասին, որ կան իրենց վակցիններում, ցինիկաբար, կարծելով, որ մարդիկ ուշադրություն չեն դարձնի, բայց այսպես ասած բան են, խոստովանվում են ամեն ինչը մեղմ ձևով, բայց իհարկե շատ հետազոտություններ են արվում և շատ է այն նյութերը, որ ցույց են տալիս, թե այդ պատվաստանյութերի մեջ կա օքսիդ գրաֆեն, հետազոտեք, թե դա ինչ նյութ է և ինչ է անում օրգանիզմում, ընդհանրապես, թե դա ինչի համար է օգտագործվում, օրինակ գրեք օքսիդ գրաֆեն ուղղակի գրեք, հետազոտեք ինքներդ, դա ձեր առողջությանն է վերաբերվում, կյանքին։ Նաև կան կապիկի մարմնից վերցված վիրուսներ, որոնք օգտագործում են ինչպես իբր թե անտիծել և այլն։ Մի խոսքով, այս ամեն զիբիլով լցված պատվաստանյութերը բերեցին, հիմա բերեք ամբողջ աշխարհը թողնենք, Հայաստանում թույլատրեցին, հազարավոր մարդիկ գնացին, հերթ կանգնեցին, սրսկվեցին, ինչ է թե, միևնույն է թե, ինչ է կոչում, դա անվճար է, ինչպես ռուսներն են ասում, բեսպլատնի սիր, только в միշալովկե։ Գյուղացիներ, քաղաքացիներ ամենուր եք լսում էի, որ գնում են և կատարում այդ պատվաստումները առանց մի փոքրիկ անգամ մտածելու, կարծես թե վիտամինների ներարկում են ստանում։ Ուղղակի նորից վստահելով կառավարությանը, առողջապահության մինիստրությանը, սա մի հատ ահռելի հանցագործություն է, ամբողջ հասարակությանը պատվաստելով, պարտադրելով այս յուրաքանչյուր մարդկանց, պատվաստված մարդկանց կյանքերի առողջության միայն ու միայն պատասխանատուն ու մեղավորը նրանք են և պետք է պատասխան տան
բոլոր այն մարդկանց, ովքեր ստանում են տարբեր տեսակի հիվանդություններ, գնացեք հետազոտեք, պարզեք, նյութեր հավաքեք, ամբողջ աշխարհում սփռված են միլիոնավոր նյութեր այն հիվանդությունների համար պատճառը, որոնք որ այդ պատվաստումներն են եղել։ Ես չեմ կարող ամբողջ արխիվները, այն ամեն ինչը ես տեսել կարդացել եմ, այն բոլոր տեսանյութերը, որոնք շատ լուրջ աղբյուրներից են եղել, բժիշկ պրոֆեսորների, գիտնականների հետազոտությունների արդյունքներն են եղել այդ տեսանյութերում, այս ամեն ինչը հավաքել, բերել, ապացուցել ձեզ, որ նոր հավատաք, ուղղակի հավատացեք այն, որ ես ասում եմ, ես չեմ կարող այդքան ժամանակ տրամադրել, այդ ամեն ինչը արխիվացնել, համակարգել, տեղադրել այս տեսանյութի մեջ, որ ապացույցները բերեն, որ դուք հավատաք։ Դա ձեր կյանքի պատասխանատվությունն է եւ պարտականությունն է, եթե անփույթ չեք այդքան եւ այնքան հիմար, որ չեք ուզում հասկանալ այդ ամեն ինչը եւ ձեր ընկերներին, ընտանիքի անդամներին, ծանոթներին զգուշացնել, որ ոչ մի պատվաստում, ոչ երեխաների, ոչ մեծահասակների ծերերի, ոչ մեկ պատվաստում նախ ձեզ չի փրկում, ոչ մի գարանտիա չկա, որ այդ հիվանդությունը չեն ընկնելու, բոլորն էլ ընկնում են, իրենք են կոմպանիաներն ասում, որ սա ձեզ չի ետ պահում, օրինակ ընկնելու գրիպ, այլ հիվանդություններ, սա ուղղակի իբր թե, որ ավելի մեղմ տանեք, այնպես, որ դա հիմարություն է, մարդիկ միշտ էլ ընկել են հարբող, գրիպ, այլ հիվանդություններ եւ կարողացել են նույնիսկ տնական միջոցներով դուրս գալ, դրա համար պատվաստում անելու կարիք չկա, նամանավար այն ձեզ չի պաշտպանում այդ հիվանդությունից եւ ընդհակառակը ձեր առողջությանը բերում է հարյուրավոր այլ հիվանդություններ, որոնք շատ դանդաղ կզարգանան ձեր մեջ, չեք էլ հասկանա, թե ինչից առաջացավ, ինչպես եղավ։ Շատ դիահերձումներ հիմա ցույց են տալիս, ես չեմ ուզում այդ նկարները դնել, այդ վիդեոները դնել, սև խողովակի պես, լարի պես, սև երկար, ինչպես բացատրեմ, ինչպես սև երկար հաստ հանում են դիահերձվածների մարմնից եւ ցույց են տալիս, որ նման բան երբեք չի եղել ամբողջ պատմության մեջ հասարակության եւ դրանք դուրս են գալիս միայն հայտնաբերվում են պատվաստումներ ստացած մարդկանց օրգանիզմներում եւ դա եւ հենց իսկ այդ օքսիդ գրաֆենի նյութերն են, որոնք կարողանում են համախմբվել եւ միանալ մեկը մյուսին, երևի թե կազմելով այդ երկար նյութը, որ հայտնաբերվում է շատերի արյան շրջանառության մեջ, երակների մեջ եւ այլը, իհարկե կառաջանան սրտի տրոմներ, կամ կառնի սիրտը եւ այլ սրտային եւ այլ շատ հիվանդություններ, ինքներդ ձեր գլխին պրոբլեմներ մի սարքեք, մի վստահեք այս պետությանը, որոնց հոգը չէ, նրանց համար միլիարդավոր դոլարների տրամադրումը ձեր իսկ առողջության հաշվին այս կոռուպցիան սխեման, սա մի հատ գլոբալ մեծ դավաճանություն էր բոլորի կողմից, ամեն պետության կողմից, իրենց ժողովուրդների հանդեպ եւ բոլորը վաստակեցին ֆարմացևտիկան ինդուստրիան ձեր կյանքի հաշվին միամտության վստահության հաշվին աշխատեց միլիարդավոր դոլարներ, պետությունները նրանցից ստանալով ատկատ աշխատեցին միլիարդավոր դոլարներ, միակ տուժողը վնասը դուք եղաք, ամեն ինչ ձեր կյանքի առողջության հաշվին մտածեք այս մասին, իսկ տեսանյութեր գտնելը, հարցումներ տալը, YouTube-ում կլինի, Google-ում կլինի, դա ձեր պարտականությունն է, ես պարտավոր չեմ ամբողջ 100,000-ավոր, միլիոնավոր նյութերը դնել այս հաղորդման մեջ, որ հավատաք,
Գծին է դրված ձեր կյանքը, ձեր առողջությունը, ինքներդ զբաղվեք դրանով։ Ես բավարարվում եմ այստեղ այնքանով, որ ձեզ տալիս եմ առաջին ազդակը, որ գնաք և զբաղվեք հետազոտություններով, մինչև սրսկվելը, մինչև պատվաստելը, մտածեք, թե ինչ եք ներարկում ձեր օրգանիզմի մեջ, չէ որ այն ինչ գնում է ձեր օրգանիզմի մեջ, ձեր առողջության հետ է կապված, դա մի հատասարակ վիտամին չէ, նյութ չէ, որ ծիծաղելով, հրճվելով գնում սրսկվում եք, առանց հետազոտելու, ինչպես կարելի այդպես անփույթ լինել և հիմար, երբ որ հարցը վերաբերվում է ձեր կյանքին։ Ահա և ասեցի, ինչ որ ցանկանում էի ասել ձեզ զգուշացնել, հիմա արդեն դուք եք պատասխանատու, չասեք, թե ձեզ չեն զգուշացրել։ Առայժմս այսքանը։